Մարդիկ սովորաբար ուշադրություն են դարձնում խոլեստերինի ընդհանուր թվերի վրա։ Ինչին պետք է ուշադրություն դարձնել։ Պետք է դարձնել ցանկացած ֆրակցիայի վրա ուշադրություն, սակայն ընդհանուր խոլեստերինի մակարդակի բարձրացումը չի համարվում բացասական ազդակ։ Մշտապես պետք է դիտարկել համընդհանուր պատկերում ինչպիսի խնդիրներ ունենք, ինչպիսի ցուցանիշներ ունենք եւ միայն գնահատել արդյոք դա բերում է աթորոգենության ռիսկի բարձրացման թե ոչ։ Որոնք են բարձր խոլեստերինի նշանները, որոնք կարող են ազդակ հանդիսանալ մարդկանց համար, որ պետք է ստուգել խոլեստերինը։ Որպես կանոն խոլեստերինի մակարդակի շեղումները հայտնաբերվում են հետազոտությունների արդյունքում առանց որևէ տիպիկ գանգատների։ Ավելի այլ է պատկերը, երբ ունենք երիտասարդ տարիքում ընտանեկան գերխոլեստերին արյունության բուժառու, որի դեպքում կարող են լինել սպეციფიկ որոշակի նշաններ։ Դրանք կարող են հուշել, որ հստակ պետք է ստուգել խոլեստերինի տարբեր ֆրակցիաները։ Գերխոլեստերին արյունության մասին կարող են հուշել օրինակ կոպերի հատվածում ճարպային աղեղների առկայությունը։ Երբեմն ծերունական հասակում հաճախ ենք նկատում աթերոսկլերոզին բնորոշ սկլերայի հատվածում եղջերաթաղանթի աղեղների առկայությունը դեղնավուն նորից։ Աչքերի շրջանում, ջլային հատվածներում ճարպի կուտակումը, հատկապես աքիլեսյան ջլի հատվածում։ Սրանք կարող են վկայել որպես արտաքին ազդակ, որ հստակ պետք է որոշել խոլեստերինի տարբեր ֆրակցիաների մակարդակները։